Կենտրոնական ծրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման փաստաթղթեր 19 քաղաքական ուժ։ Այս շաբաթ վերջապես հստակեցվեց հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախնական շրջանակը։ 9-րդ գումարման ազգային ժողովի մանդատների համար պայքարելու են 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր։ Քվեարկությունից 6 շաբաթ առաջ արդեն կարելի է արձանագրել իշխող քաղաքացիական պայմանագրի հիմնական մրցակիցն ամենայն հավանականությամբ լինելու է Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանը։ Հարգելի ժողովուրդ, շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Աջակիցների հետ Կարապետյանի Երևանյան առանձնատանը կազմակերպված այս հանդիպումն ուշագրավ էր մի քանի առումներով։ Նախ այն, որ հանդիպման համար ընտրված սրահը հստակ նմանություններ ուներ կառավարության նիստերի դահլիճի հետ։ Դրան էլ գումարած Տաշիր գրուպի սեփականատերը Փաշինյանի կառավարության մասին խոսում էր անցյալ կատարյալով։ Ես ուզում եմ այսօր ֆիքսենք ինչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից։ Ու թեև տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այս ընտրություններին ֆորմալ առումով մասնակցել չի կարող, Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց հակադարձել նրան 12 ժամվա ընթացքում 3 անգամ Facebook-ով ուղիղ եթեր մտնելով։ Նոր ուրեմն լրահոսն եմ թերթում, մեկ էլ տենամ Կալուգացի օլիգարխը ասել է, որ ինքը երաշխավորում է խաղաղությունը։ Լրահոսից իմանում եմ նաև, որ Կալուգացի օլիգարխը ասել է, թե մեր լավագույն հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում։ Մեկ էլ են տեսնեմ, որ Կալուգացի օլիգարխը ասում է, թե Հայաստանը իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում։ Այս շաբաթն էր քաղաքական դաշտում ծավալվող եւս մեկ դրամատիկ սյուժեն երբեմնի մերձավոր զինակիցների Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակամարտություններ։ Այս հարցում անցնող օրերին սոցցանցերում աննախադեպ ակտիվություն էր ցուցաբերում հատկապես երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանը։ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը աներևակայելի նման են իրար։ Այդ նմանությունը պատահական չէ, ոչ էլ մակերեսային։ Այն սկսվել է այն պահից, երբ նրանք կանգնած էին հակառակ բևեռներում, միմյանց դեմ էին պայքարում եւ կառուցում իրենց քաղաքական ինքնությունները։ Բայց այդ երկար դիմակայության ընթացքում նրանք բառիբուն իմաստով դարձան հայելային կերպարներ, դեմ առ դեմ կանգնած, բայց արդեն գրեթե նույնական։ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից եկող այս հայթոցների Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Միացյալ Նահանգներում գործող RTVI հեռուստաընկերության եթերում, նշելով, որ ամենաշատը զղջում է ժառանգորդի ընտրության հարցում։ Вот где вот вы считаете, что вот неправильно было, вот сожалеете, вот. Наверняка у вас это есть. Поделитесь, очень интересно. О чем больше всего вот вы сожалеете? Ну, наверное, вопрос преемника. Եվ մինչ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը ողջ շաբաթ զբաղված էին փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով, հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ծննդավայրում գտնվող հայկական տաճարը։ Այո, Ստեփանակերտի մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ ավերվել։ Երեկվանից հնչող ահազանգը հաստատվում է։ Մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն ոչ։ Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է, որ Բաքուն հայկական եկեղեցու հետ կապված ծրագիր ուներ, հասկանում ենք նաև սոցցանցում հրապարակված այս զբոսաշրջիկի լուսանկարից։ Աղջնակը զվարթ է, բայց հետնամասում տաճարն արդեն պարզ պապատված է որպես շինհրապարակ։ Լուսանկարը փետրվարին է արվել։ Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում գտնվող մայր տաճարը Արցախի չկա։ Արցախից տեղահանվածների շրջանում իդեպ մինչև վերջին պահը հույսեր կային, որ ադրբեջանական կողմը հարավային Կովկասի մեծությամբ երկրորդ հայկական տաճարի ավերումից զերծ կմնա։ Այս մասին այս շաբաթ գրում էր նաև տաճարի առաջին հոգևոր հովիվ Ներսես Քահանա Ասրյանը։ Փորձում էի հոգուս մի հեռավոր անկյունում հույս փայփայել, որ տաճարը չի քանդվի, դահլիճ կսարքեն, պահեստ, թեկուզ մզկիթ, բայց կանգուն կմնա, մինչև մի օր մենք կամ մեր սերունդները կվերադառնանք Արցախ եւ կրկին աղոտ կհնչեցնենք այնտեղ, բայց ավաղ այսօր կանգնած ենք այս ողբերգական փաստի առաջ։ Պաշտոնական Երևանը սակայն ադրբեջանցի գործընկերների հետ այս ողբերգական փաստի շուրջ քննարկումներ ծավալելու ցանկություն չունի։ Ես չեմ կարծում, թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա
կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Երկխոսության մեջ մտած Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների համար այս շաբաթը եւս անամպ չէր։ Հայ-ադրբեջանական խաղաղության կամրջումի հայտ եկած ճաքերի պատճառը երկու շաբաթ առաջ հայկական պատվիրակության կազմում Ադրբեջան մեկնած Դավիթ Ստեփանյանի հարցազրույցն էր։ Մենք Կաբալայում ներկայացրել ենք ադրբեջանական կողմին մասնակիցներին, այդ թվում նաև անձամբ Հիկմետ Հաջիևին, բոլոր այն հարցերը եւ խնդիրները, որոնք հուզում են մեր հասարակությանը անխտիր։ Ինչու գերիները միջև այսօր այնտեղ են։ Մեզ ինքը ասաց, որ դա Ռուսաստանի գերիներն են։ Այսինքն այդ մարդիկ տարիներով, ուղիղ տեքստով ասած, տարիներով սպասարկել են ռուսական շահերը, խոսքը գնում է ռազմաքաղաքական ղեկավարության մասին Արցախում, եւ նրանք Ռուսաստանի գերիներն են, նրանք Հայաստանինը չեն։ Իրենք հայերին չեն գերեվարել։ Բայց երբ ծրագրի ադրբեջանցի համակարգող Ֆարհադ Մամեդովը հայտարարեց, որ Գաբալայի հանդիպման հայ մասնակիցը խեղաթյուրել է Հիկմետ Հաջիևի խոսքերը, Ստեփանյանին այլ բան չէր մնում, քան հանդես գալ մեղայական ստատուսով տեղի ունեցածի ողջ մեղքը բարթելով թարգմանիչների վրա։ Հիմա ինչ տարբերությունով ուզում ա կազմակերպել, մենակ եցան ցենանք։ Բաքվում պահվող հայ գերիներն ու նրանց հարազատներն այս շաբաթ կրկին հանրային ուշադրության կենտրոնում էին։ Թեման ակտիվացրեց Ռուբեն Վարդանյանը, որն ադրբեջանական բանտից պաշտոնական Երևանին կոչ արեց գերիների հարազատների այց կազմակերպել Բաքու։ Հայաստանցի միակ պաշտոնյան, որ արձագանքեց Վարդանյանին, օմբուդսմեն Անահիտ Մանասյանն էր, առանց մեծ ոգևորության։ Դուք եք հասկանում, որ մոնիթորինգային լիազորություն ես չեմ կարող ունենալ այլ պետությունում, եւ բնականաբար այդ բոլոր առանձնահատկությունները պետք է հաշվի առնենք։ Մարդկանց իրավունքները ձեր լիազորությունն է դա։ Որ իրավունքը կներեք։ Եվ որն է իմ լիազորությունը հստակելի փաստերով կներեք։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում նրանք պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այո, նրանք մեզ կներեն։ Մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Ի տարբերություն 2021 թվականի նախընտրական շրջանի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը Բաքվի բանտերում պահվող հայերի համար այլևս ջերմ խոսքեր չունի։ 2026 թվականի ընտրարշավի մեղն այլևս ոչ թե պատերազմի հետևանքների վերացումն է, այլ հաստատված խաղաղության մասին պնդումը։ Ենթադրվում էր, որ Կիրակի ապրիլի 19-ին Գյումրիում կազմակերպված վարչաբենդի համերգը պետք է դառնար քաղաքացիական պայմանագրի խաղաղասիրական քարոզարշավի կարևոր դրվագներից մեկը։ Գյումրիի Վարդանանց հրապարակը վարչական ռեսուրսի կիրառմամբ լցնելու մասին ահազանգները սակայն ստվերեցին համերգի քարոզչական էֆեկտը։ Այն դահակատվությունը, որը հաստատված է, վերաբերվել է Աղժեն համայնքի ենթակայության գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններին եւ դպրոցներին, ում հրահանգվել է հենց կուսակցության գրասենյակի կողմից ապահովել մասնակցությունը այդ միջոցառմանը։ Ապրիլի 19-ի համերգի գլխավոր հերոսը սակայն ոչ վարչական լծակների կիրառմամբ Գյումրի բերված ախուրյանցիներն էին, ոչ էլ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Տիկին Հակոբյան, վարչապետի հետ միանալու որոշում եք կայացրել կրկին։ Արդեն մի քանի օր է կառավարական առանձնատանն է, չկարողացաք բարձով ապրել։ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կողքին հայտնվեց 54 օր տևած բաժանումից հետո։ Զույգի 29 տարի տևած քաղաքացիական ամուսնության ավարտի մասին հայ հանրությունն իմացել էր փետրվարի 27-ին։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք։ Այս հայտարարությունից մոտ 7 շաբաթ անց ապրիլի 24-ին Աննա Հակոբյանը ծիծեռնակաբերդ ժամանեց արդեն ոչ թե ոդկով, այլ թանկարժեք Lexus-ով, բնականաբար թիկնապահների ուղեկցությամբ։ Որևէ հարցի, այդ թվում Իմ քայլե հիմնադրամում այս շաբաթ քաղաքասարակության ներկայացուցիչների հայտնաբերած չարաշահումների մասին Աննա Հակոբյանը գերադասեց չխոսել։ Տիկին Հակոբյան, ձեր հիմնադրամը նախընտրական այս փուլում հնարավոր է դադարեցնի բարևոտ։